Այսօր պիտի շարունակենք այն սերտողությունը, որը սկսանք, ասկե երկու շաբաթ առաջ եւ ինչպես ասի, հավանաբար մինչեւ փետրվարին վերջը այս նյութը շարունակենք, բավական խորունգ է, թեմերու վրա չի կարոզվիր այս նյութը, հadoop սերտողություններ պետք են եւ այդ է որ գնենք արդեն եւ անցյալ չորեքշաբթի խոսեցանք թե ինչու համար Հիսուս արդոնեց կամ սավ ինչու Աստված արդոնեց Մովսեսի սելով որ թող ամուսնալուծումդան անոնք որոնք չեն գնար այլևս շարունակել ամուսնության մեջ եւ անշուշտ ասենք թե համարնալ լսավ շատ հստակ գսե թե ասված այդպես ճուզեց բայց արդոնեց տեսնելով մարդոց վիճակը որ այդպես շարունակեին որքան անախորժ վիճակներ պիտի ստեղծվեր եւ արդոնեց որ բաժնվին իրար մե բայց իրականության մեջ ասված ճուզեր որ ամուսնալուծում ըլլա որտեղ միս համար որ տեսանք կսե անոր ասված միացուց ոչ մեկը թողզադե հոս բայց Մատթեոս 19:9-ին մեջը Հիսուս գարձես թե բացառություն մգուտա որ եթե այս բանը ըլլա իրավունք ունին ամուսնալուծման այդ խաղապարը այդ միտքը գարնենք եւ այսօր պիտինանք թե ինչ է անիգա եւ ինչ կնշանակե եւ այսօր որքան այս գեդը ընդարձակված է եւ շատ բաներ ասա գեդին դակ կինան եւ գսեն մարդիկ իրավունք ունինք կրնանք ամուսնալուծիլ որտեվ Սուրբ Գիրքը գսե կամ թե գարտարացնեն այսպես կամ այնպես որ ամուսնալուծումը ընդունելի է համարը որ Բիդի մեր գետրոնական համարը լայսոր Մատթեոս 19-ը 9-րդ համարն է Մատթեոս 19:9 գսե սակայն ցեզի գսեմ ով որ առանց բորնգության պատճառի իր գինը արձակե եւ ուրիշը առնե շնություն գնե եւ ով որ արձակված առնե շնություն գնե ուրեմն այս տեղը մեզի այդ բացառության մասին խոսի, որ եթե բորնգությունը լա, մեկը իրավունք ունի ծևոմը արձակելու, եւ պիտի նայենք ինչը սելա դիգա, Հիսուս ինչու սավ այս խոսքերը։ Հիմա շատ միտքեր կան, միշտ պիտի ցեզի փորձեմ մի քանի մոդեցումներ բացատրել եւ հետո քաղաքարը դալ, թե Սուրբ Գիրքին վերջնական մոդեցումը ինչ է հագարակ որ մարդիկ կրնան շատ ծևեր գտնել որ իրենց ուզածը արդարացնեն հոստեղը այս համարը որ գտնվի Մատթեոս 19:9-ին մեջը որ բորնգությունը բացառություն կնկատե փախտատմամբ Մարգոս 10:11-ին կամ թե Ղուկաս 16:18-ին որ անոնք նույն բանի մասին խոսին բայց անդեղը այս համարը չի գա եւ գսեն քանի որ այս համարը մյուսերու մեջ չէ գրնալալ որ ասի սխալական բան է որ միան Մատթեոսի մեջ գրված է որ բորնգության համար իրավունք ունի եւ ադորամար գսեն որ այս համարները մեզի սել գուզեն որ այսօրվա այսօրով այս ամուսնալուծումի հարցը դարբեր է եւ մեզի հետ կապ չունի այսօր գողքին մյուս խաղապարը այն է որ Հիսուս ասա որ Մովսեսը արդոնություն տվավ եւ Մատթեոս ավետարանը գրված է Իսրայելի ժողովրդին եւ շատերը գսեն որ ասիգա 5 դագարանի հետ կապված բան է կամ Իսրայելի հետ կապված բան է քրիստոնյաներուն հետ կապ չունի եւ այսպեսով իրենց գսեն որ ամուսնալուծման հարցը քրիստոնյաները ներկա քրիստոնյաներուն apply չներ այսինքն չի բարդատրեր կամ թե ասիգա միան թե հին ժամանակի Իսրայելի ժողովրդին համար է այսօրվա համարալ է ասիգա
որովհետև եթե այդպես անենք, ուրիշ դեղեր, ուրիշ բաներ պետք է փոխենք, որ նույն ձևով արդարացնենք Սուրբ Գիրքի մեջը օրինակի համար եկեղեցին կորցկարակելոցի մեջ կսկսի, բայց Հիսուս ավետարաններու մեջ եկեղեցի բարը կգործածե։ Ուսել չէ թե 5 դագ ավետարանները եկեղեցին համար չեն, բացարձակապես ավետարաններն եկեղեցին համար են։ Սելիկս որ այս օրինակը բերեմ, որ բարերու այդ խաղալը վտանգավոր է, եւ ինչ որոս կսե շատ հստակ է Հիսուսի ասածը այս բացառությունը այսօրվա համար է եւ Հիսուսի խոսքերը ամուսնության նկատմամբ որ խիստ են այսօրվա համար են դարձյալ։ Հիմա հոստե բորնիկություն բարը կործածեց եւ տեսնենք թե ինչ է այս բորնիկություն բարը, որովհետեւ բորնիկության հետ նաեւ շնություն բարը կործածեց։ Երկու բարեր որ իրարու հետ շատ անգամ այսպես յետո առաջ կշվարինք որ մեկն է։ Շնություն բարը այն է որ հարաբերություն գլա ամուսնացած ժամանակ։ Իսկ բորնիկությունը ամուսնութենեն դուրս, ամուսնութենեն առաջ կամ ամուսնութենեն զատ հարաբերությունն է։ Հիմա դարբեր երկու բարեր են, որ կտեսնենք ուրիշ տեղեր ալ որ դարբերություն գտնե։ Գարտանք Մատթեոս 15:19 գսե Վասնզի սրդեն գելեն չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, բորնիկություններ։ Ուրեմն այս բորնիկություն բարը ուրեմն Սուրբ Գիրքի մեջը կտեսնենք որ այս երկու բարերը միասին կգործածե դարբեր նշանակություն ունենալու են եւ ինչպես բացատրեցի 15-րդ գլխուն 19-րդ համարի մեջը կտեսնենք թե շնություն բարը կգործածե թե բորնիկություն, վասնզի սրդեն գելեն չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, բորնիկություններ, քողություններ, սուտվգայություններ, հայություններ։ Սա կտեսնենք որ երկուքը դարբեր նույն համարի մեջ երկուքն ագիշվին, ասել թե դարբեր բամը լալու են։ Ասկեզատ նաև կտեսնենք դարբերությունը քաղաքացիի մեջ, քաղաքացիս 5:19 նորեն կհիշե, գսե արդ մարմին կորձեր հայտնի են, որոնք են շնություն, բորնիկություն, բղծություն։ Կտեսնենք որ դարբերություն գտնե։ Հիմա Հիսուս որ մեկու մասին է որ գխոսի, բորնիկությունը սավ, բայց համարը որ գարտացին, կսե մեկը բորնիկությունն է, շնությունը ռած կլա։ Ասել է թե բորնիկությունը եւ շնությունը իրար հետ կերտան։ Շատ տարբերություն չունին։ Երկուքն ալ արկիլված բաներ են, երկուքն ալ սխալ բաներ են, եւ եթե մեկը բորնիկություն գնե եւ ամուսնացած է համարը գսե շնություն ռած կլա։ Սելիկս որ վերջավորությունը նույն բանն է։ Առաջին Կորինթացիս 5:1-ի մեջը կգարտանք թե ինչ կսե բորնիկության մասին, ավելի հստակ համարներ կան բորնիկության մասին եւ եթե դիտի հետևին Հիսուսի ասածին կսե եթե մեկը բորնիկությունն է, այսինքն այս բաները ընե շնություն ըրած կլա։ Ինչ կսե առաջին Կորինթացիս 5:1-ը կսե Ար հասարակ կլսվի թե ծեր մեջ բորնիկություն կա եւ այսպիսի բորնիկություն որ էթանոսներու մեջ ալ չկա որպես թե մեկը իր խորտ մայրը գունենա ասիգա բորնիկություն կնկատվի իր խորտ մորը հետ հարաբերություն ունեցող մեկը այսինքն անգլերենով incest բառը որ գործածվի եւ ասիգա Բողոս Արաքյալը կբացատրե թե բորնիկություն է ուրիշ բամ բորնիկության մասին կգարտանք 6-րդ գլխուն առաջին Կորինթացիս 6-րդ գլխուն 13-ին 18-ին մեջը սե բայց Աստված ասալ
անոնքալ պիտի խափանե, իսկ մարմինի հոսե, իսկ մարմինը բորնգության համար չէ, հապա դերոջը ու դերը մարմնին համար, եւ Աստված, որ դերը հարուցանեց, մեզ ալ պիտի հարուցանե իր զորությունով, չեք գիտեր թե ձեր մարմինները Քրիստոսին անդամներն են, Քրիստոսի անդամները առնելով բորնիգի անդամներն եմ, կավլիցի, չեք գիտեր թե ան որ բորնիգի գմոդենա, անոր հետ մեկ մարմին գլա, քանզի քիրքը գսե, երկուքը մեկ մարմին պիտի ըլան, իսկ ան որ դերոջը գմոդենա, անոր հետ մեկ հոգի գլա, բորնգութենե փախեք, ամեն մեղ որ մարդ կկործե, իր մարմինեն դուրս է, բայց ան որ բորնգանա իր մարմին թեմ կմեղանչե։ Հոստեղը քիչ ավելի խորուն կերտա, գսե բորնգությունը փոզերու հետ բարգիլ է գսե, ադոր հետ կգաբե եւ բոլորովին հագա աստվածային փամն է, որտեղ գսե հավատացյալ եք դուք գսե դուք աստուծո հետ մեկ պետք է լակ եւ չեք կրնար բորնգություն անել։ Ուրիշ բացատրություններ կան առաջին Կորինթացիս 7:1-2 եւ 9 գսե արդ այն բաներուն համար որ դուք ինձի գրեցիք աղեկ է մարդուս որ գնոջ չմոդենա բայց բորնգությունը արգելելու համար ամեն մարդ թող իր գին ունենա եւ ամեն գին իր այրը բայց եթե ժուժգալություն չունին թող ամուսնանան վասնզի աղեկ է ամուսնանալ քանթե գրքով փորփոքիլ հոս բորնգություն բարը որ գործած է գխոսի ամուսնութենե առաջ եղած սերային հարաբերության մասին քիչ առաջ ասի չէ շնությունը բորնգությունը դարբերությունները հոս ավելի գստականան այս բարերու մեջը եւ նույնիսկ Հիսուսին անպաստանեցին որ ինքը բորնիգի զավակ է գիշեք փարիսեցիները Հովաննու 8:41-ի մեջ 8:41 սե դուք ձեր հորը կորձերը գնեք այն ադեն ըսին անոր մենք բորնգութենե չենք ծնած մենք մեկ հայր ունենք որ է Աստված ինչու համար Հիսուսին անպաստանեցին որ ինքը բորնգութենե ծնած է որովհետեւ Մարիամ հղի գտնվեցավ թեր չամուսնացած թեր Հովսեփի հետ չի միացած եւ ադոր համար Հիսուսի ալ գսեմ բորնիգի զավակ է ինքը ամուսնութենե դուրս եկած զավակ մնե ասիկ կտեսնենք բացատրությունները բորնգության եւ այս պատճառները Հիսուս կսե եթե ասիգա լա այն ադեն իրավունք ունի մեկը ամուսնալու ձում դալու եւ ավելի խորուն երթանք տեսնելու թե ինչ են այս պայմանները ինչ ծևով կներկայացվի մեզի եւ ինչ խաղապարներ կան այս պայմաններուն շուրջ շատ եկեցներ կան այսօր որ գսեն ոչ մեկ անց պետք է ամուսնալուծվի եւ ասոնք այն խաղապարը գարնեն սելովոր Հովսեփը եւ Մարիամը Մատթեոս 1-ի մեջը գարտանք անդեղը գսե 18-րդ համարի մեջը անոնք ինչ են գսե Իսուս Քրիստոսի ծննդազերը անոր մայրը Մարիամ Հովսեփին նշանված էր գսե նշանված էր եւ նշանված լալով դագավին Հովսեփը եւ Մարիամը իրարու չէին միացած իրարու կով չէին եւ այս ժամանակին կգարտանք որ Հովսեփի համար Մարիամի ամուսինը գսե 19-րդ համարի մեջը եւ հետո երբ որ Մարիամը հղի գտնվի Հովսեփը գսե Քախնորեն 19-րդ համարի մեջ նորեն գսե քախնորեն փորձեց Մարիամի ցկել այսինքն ամուսնալուծում դալ
որովհետև բորնգության մեջ գտնվեցավ իր հաշիվով, բայց երբ որ Աստված իրեն ռեշտակը ղրգեց եւ հասկացուց Հովսեփի, ինչ կսե 24 համարի մեջ կսե Մարիամ որպես իր գինը արավ։ Եվ այս համարներուն վրա շատեր գսեն որ ոչ մեկ պատճառ կա որ մեկը պետք է ամուսնալուծում ունենա եւ հոս միակ պատճառը որ գսե անշուշտ բորնգությունն է հիմա դժվարությունը հոստեղը որ գգաբեն Մարիամի եւ Հովսեփի օրինակը որ ոչ մեկ բան բեչե ամուսնալուծումը լա այն է որ հին ժամանակ այս ադենը որ Մարիամ եւ Հովսեփը գային նշանդուկի բաժինը գար որ գրեթե ամուսնության բես էր եւ այսօր այդ բանը չի գա եւ այս 5 դագարանի օրենքներուն հետ կապված հոն գշեշտե որ բորնգությունը պատճառ է ամուսնալուծման so եթե բիդի այս օրինակ առնենք ասենք որ երբեք պետք է ամուսնալուծումը լա ամուսնութենեն վերջ չենք կնար ասիգա այսօրվա օրերուն գաբել որովհետև այսօր ընդհանրապես նշանդուկը բարձ բամն է եւ քանի նշանդուկներ գլան եւ յետ կդառնան ասել չէ թե ամուսնացած են so այսօրվա մոդեցումով ասիգա իմաստ չունի միջ այդ ռոմայցիսի մեջ գսե արդեն որ ամուսնությունը միան թե գրնա գդրվիլ Երբ որ 7-2 բասնզի այս այր ունեցող գինը որ ողջ էրգանը գաբված է օրենքով բայց եթե այրը մերնի արցակված է էրգանը օրենքեն միակ պատճառը որ գրնա մեկը ամուսնութենեն դուրս ելել մահն է մեկը մերնիլն է so հիմա ամուսնության ժամանակ երբեք ամուսնալուծում բեչելա քաղաքապարը գտեսնենք որ այս օրինագին հետ կապված այնքան ալ շիդակ չէ որովհետև գտեսնենք այս օրինագի մեջը նշանդուկի մասը գա որ հին օրենքներու մեջներ այսօր ադոր մեջը չի գա ուրիշներ գսեն կարելի է ամուսնալուծվել, եթե անպարոյականություն գտնվի ամուսնության մեջը։ Եվ ինչ է անպարոյականությունը, նորեն շնություն, կամ թե արվակիդություն, սոթոմագանություն, սարմի գսե անգլերենով, եւ կամ incest բարը, որ կործածեցին քիչ առաջ, ընտանիքի մեջ եղած հարաբերություններ։ Այս պատճառով է որ միան գսեն պետք է մեկը իրավունք ունի ամուսնալուծվելու անոնք որոնք այս մոդեցումը ունին գսեն թե ամուսնալուծումը վերջին բանը պետք է ըլլա վերջին ընդրությունը ամեն չանք պետք է թափվի որ ամուսնությունը յետ վերանորոգվի եւ իրենց մտքի մեջ ամուսնալուծում պետք չէ լա երբեք պետք չէ լա երբ որ այլևս երկուք իրար չեն սիրել իրարու չեն գնար ներել գսեմ որ այլևս աս ամուսնության հետ մեջը բամը չէ մնացած կարելի է որ ամուսնալուծվի հիմա ուրիշ բան մը գասոր մեջը որ դժվարություն կստեղծե այսպիսի մոդեցումը եկեղեցիներու մեջ նա երբեք
չնայիր թե ինչ կբադայի ամուսնության մեջ, եթե ասենք թե ամուսնության մեջը անհամաձայնություններ կան, եթե ամուսնացած զույգերը մեկը մյուսին կներացնե, չարություն կնե, գրնա ադիգա մդային հոգեգան թաժանություն, այսինքն mental cruelty, այդ բաները լան, այս բոլորը դուրս կմնան այդ ամուսնալուծումի exception-ներեն, ասենք բացառություններեն, երբ որ այս բոլորը մեջը կմտնեն, ամեն բան կթեթևնա, որովհետև եթե մեկը մյուսին սեր այլևս քեզի չեմ սիրեր, անի իրենց իրավունք կուտա, որ իրար մե բաժնվին։ Ուրեմն արդյոք այս գաղափարները ընդունելի են, հիմա ամեն մարդ ինք իր գաղափարը կշինե, բայց Սուրբ Գիրքին նայելով, եթե մենք պիտի շիդակ քայլեր առնենք, միակ պատճառը Հիսուս որ գուտա ամուսնալուծման, հոս շատ հաստատ է, կսե բորնգությունն է, եթե բորնգություն ըլլա։ Սուրբ Գիրքի մեջ ուրիշ տեղեր ալ կան, որ այս նույթին շուրջ գաղափարներ գուտան եւ անոնց մեկ առաջին Կորինթացիս 7-ի մեջ է, եւ շատեր կսեն, ահա Պողոս Արաքյալը ուրիշ բացառություն մնալ գնե Հիսուսի ասածին գողքին, որ մեկը իրավունք ունի ամուսնալուծվելու եւ այս գլխում մեջը կտեսնենք Պողոս Արաքյալը խրատ կուտա առանցին քրիստոնյաներուն, ամուսնացած քրիստոնյաներուն եւ խառնված քրիստոնյաներուն։ Խառնված ասելով մեկը ապաշխարած է, մյուսը չի ապաշխարած։ Սո իրենց խրատ կուտա թե ինչ պիտի անեն։ Եվ անշուշտ շատերը կսեն, որ ասի Պողոս Արաքյալին գաղափարն է եւ Սուրբ գրային չէ, բարձրապես իր միտն է, Աստուծո մեջ է, բայց շատ հետաքրքրական է, որ Պողոս Արաքյալը ինչ որ գսե, կհաստատե ասելով, որ ասիգա Աստուծո խոսքն է եւ reference մգուտա, որ աս պատճառով է որ գսե, ինչ որ գսե։ Հիմա 10-11 համարներու մեջ կխոսի հավատացյալ զույգերուն, կարդանք վարգյամը 7-10-11, բայց ամուսնացողներուն կբադվիրեմ ոչ թե ես, հաբադերը, որ գինը, նայցեք, ոչ թե ես կսե, հաբադերը, որ գինը այրեն չզադվի, իսկ եթե զադվի ալ առանց ամուսնանալու մնա կամ իր էրգան հետ հաշտվի ու այրը իր գինը թող չծկե։ Հոս շատ հստակ կերպով Պողոս Արաքյալը գսե ամուսնալուծումը ընդրությունը չէ։ Հավատացյալ զույգեր գսե թող չի զադվին իրար մե։ Ոմանք գսեն աս զադվիլը կնշանակե չամուսնալուծվիլ, այլ միան իրար մե հերանալ։ Բայց կտեսնենք, որ շատ մտեղեր այս երկու բարերը իրարու հետ կփոխարինվին եւ ամուսնալուծում եւ զադվիլ նույն բանը ասել է։ Բարձրապես հստեղը Պողոս Արաքյալը խրատ կուտա, որ ամուսնալուծում երբեք չլա հավատացյալներուն միջև։ Մեկ խոսքով ամուսնալուծում արգելված է։ Իսկ եթե զադվին գսե, միակ ընդրությունը այն է, որ գամ առանց ամուսնանալու մնան եւ գամալ ետ հաշտվին։ Հիմա ինչ կբադահի, երբ որ ամուսնության մեջ սեբենք թե մեկը գաբաշխար է, իսկ մյուսը չաբաշխարեր։ Այսինքն ամուսնութենը վերջ մեկը գաբաշխար է, զույգերեն մեկը։ Ամուսնութենը առաջ արդեն Պողոս Արաքյալը խրատ կուտա ասելով, որ օդարախարն լծակցություն մի ունենակ։ Եթե մեկը ապաշխարած չէ, անոր հետ չես կնար ամուսնանալ։
որովհետև շատ հարցեր գծակին եւ շատ բաներ կան, որ Աստված չի թելադրել, որ այդպիսի ամուսնությունը լա։ Բացառություններ կան, որ մեկ ամուսնացած է, դու ամուսինը ապաշխարած է, բայց բացառիկ են, ասեմ, մեծամասնությունը լավ չի վերջանար։ Ամբոր ապաշխարած է, կամ ամուսնանա ոչ ապաշխարեցի մեջ շատ նեղություն կքաշե։ Եվ Աստված ամուսնությունը նեղություն քաշելու համար չրավ, այլ ուրախության եւ փառքավաճման աճելու շատնալու համար ըրավ եւ այդպիսի ամուսնություններ ընդհանրապես լավ չեն վերջանար։ Հիմա այս պետք է ասեմ, որ գորընթացներու մասին այս խրադը որ գուտա քիչ առաջ կարդացինք, որ գորընթացներու մեջ շատ բորնգություն կար։ Ինչու՞։ Որովհետև Գորընթոսի մեջ շատ անարագություն կար, հոնդերը այդ գրոնքը, որ գդիրեր, չաստվածուի մն գբաշտեին, որն անունը Aphrodite էր, Aphrodite, որ քեղեցկության եւ սիրային հարաբերության չաստվածն էր։ Երևակայեցեք ինչ բաներ կբադայր անդեղը։ Գսվի թե իրենց դաջարին մեջ 1200 քրմուհիներ կային, եւ այս քրմուհիները մարմնավաճառներ էին, եւ երբ որ գերտային բաշտելու կամ բաշտամուն կնելու, այսպիսի բաներով կսպաղեին այդ 1200 քրմուհիներուն հետ։ Եվ անշուշտ համարներեն կտեսնենք 5-րդ գլխու մեջը, 6-րդ գլխու մեջը, որ գորընթացիներեն ոմանք այսպիսի վիճակներու մեջ գտնված էին եւ դակավին գաբեր ունեին եւ անսրե ոմանք ապաշխարած էին հիմա իրենց ամուսնություններու մեջ մեկը դակավին չեր ապաշխարած եւ Բողոս Արաքյալը անոնց է որ գխոսի եւ մենք այսօր գիտենք որ ասիկա շատ կբադահի մանավանդ Հայաստանի մեջ երբ որ Սովետ միությունը ինգավ, ավետարանը հասավ Հայաստան, դուներու մեջ բաժանումներ եղավ, որովհետև մեկը ապաշխարեց, մյուսը չապաշխարեց։ Մենք օրինակ ունենք վկայությունը, որ քանի դարներ վերջ, այսօր ամուսինը վերջապես ապաշխարեց, անշուշտ գիտեք, որու մասին կխոսիմ, մենք ուրախացանք, բայց մեծ նեղություններ կքաշե ամբոր ապաշխարած է մինչև որ իր գողագիցը աստուծո դառնա եւ ինչ խրատ կուտա արդյոք Պողոս Արաքյալը այսպիսի անձերուն որ մեկը ապաշխարած է եւ մյուսը չի ապաշխարած նայեցեք ինչ կսե 17-րդ համարի մեջը 7:12 Բայց մյուսներուն ալ ես կսեմ, ոչ թե դերը, եթե եղբայրը անհավատ գին ունենա ու անոր հաջելի լա իրեն հետ փնագիլ, թող չծկե զանիգա։ Հոս խրատ կուտա, որ քանի որ մեկը չի ապաշխարած, պայման չէ, որ ամուսնալուծվին։ Ստիպված չեն ամուսնալուծվելու, եթե մեկը չի ապաշխարած, okay? Այս է որ գսե։ Հետո 10-րդ համարի մեջ կշարունակի եւ գինը որ անհավատ այր ունենա ու անոր հաջելի լա իրեն հետ փնագիլ, թող չծկե զանիգա։ Այսինքն գնգան գթարնա, գսե մի ծկեր ամուսինդ, քանի որ ապաշխարած չէ։ Եվ 14-րդ համարի մեջ կգսե բասնզի անհավատ այրը սրբված է գնոջմովը ու անհավատ գինը սրբված է այրովը, ապա թե ոչ ծեր որդիները բիղծ պիտի ըլլային, բայց հիմա սուրբ են։ Ոստեղը սխալ միտք կա, սխալ հասկացողություն շատ անգամներ, որ գսեն, օքեյ, քանի որ գինը ապաշխարած, որն մարդն ալ ապաշխարած կաշվի, կամ թե զավակներն ալ ապաշխարած կաշվի, այս համարը այդպես կբացատրեն շատեր, բայց երբեք ադոր այդ գապ չունի,
բարձաբես գսե թե Բողոս Արաքյալը այստեղ գսե որ օրինական է որ ամուսին կամ գինը մեկը որ ապաշխարած չեն իրարու հետ ամուսնացած մնան օրինական է Սուրբ Գիրքը երբեք ոչ մեկտեղ գսե մեզի որ մեկը եթե աստվածավախ է մյուս աստվածավախ չէ թող դիվորսը լան իրարու հետ պետք չէ մնան բայց անորդ իմաց ինչպես ասիք իչ արած Սուրբ Գիրքը շատ հստակ կնե որ թող եթե այդպես է թող չամուսնանան սկիզբեն բայց ամուսնանալ են վերջ եթե մեկը ապաշխարի եւ մյուսը չէ ապաշխարած թող իրար մե չզադվին գսե Եվ ինչ է պատճառը 16-ի մեջ գսե 16-րդ ամը քանզի ինչ գիտես թուն ով գին թերևս քու այրդ պիտի ապրեցնես կամ թուն ինչ գիտես ով այր թերևս քու գինդ պիտի ապրեցնես հոս սել գուզե թե այսինքն իրենց միասին մնալովը ան որ ապաշխարած չէ պիտի աստվի ապաշխարածեն եւ կարելի է որ չապաշխարածը ապաշխարե Առաջին Պետրոս 3:1 գսե նորեն նմանապես գիները հնազանդ պետք է լան իրենց այրերուն որբեսի եթե ոմանք խոսքին հնազանդ չլանալ առանց խոսքի շահվին իրենց գիներուն վարվելագերբովը հոս գսե թե գիներուն այո թուն ուրիշ թակավորության կպատկանիս ամուսինը չէ պրգված Ուրեմն գինը գրնա չի հպատակիլ իր ամուսինին, ասելով որ ես ապաշխարած եմ, բայց գսե անոր հնազանդ լալովը գսե պիտի գարենա շահիլ իր ամուսինը իր վարվելագերբովը, այսինքն ինքը պիտի ծնե քրիստոնեական վարմունք եւ այդ ծևով պիտի փորձե իր ամուսինը շահիլ Աստեղը շատ հստակ կդառնա մեզի որ գես ամուսնություններ որ մեկը ապաշխարած չէ իրավունք չի դար որ մեկը իրարու ցկեն Աստծո խոսքը իրավունք չի դար որ իրարու ցկեն քանի որ մեկը չէ ապաշխարած մյուսը ապաշխարած է so շատերը ասիգա գարնեն գսեն օքեյ որովհետև 15-րդ համար ինչ կսե Կորինթացիին 7:15 գսե իսկ եթե անհավատը զադվի թող զադվի եղբայրը կամ քույրը այնպիսի բարականերու մեջ քերի չէ սակայն Աստված խաղաղության կանչեց մեզ մաս համարը գարնեն գսեն օքեյ ուրեմն իրավունք ունի մեկը այս ամուսնութենեն դուրս ելնելու եթե ամուսինը չապաշխարած կամ գինը չապաշխարած եւ մյուսը ապաշխարած է ուրեմն գնան իրեն զադվի բայց գսե անհավատը եթե զադվի գսե եթե ուշադրություն գսե եթե անհավատը զադվի թող զադվի ամուսնության մեջի անհավատ անձը եթե ուզե զադվիլ եւ գին կամ ամուսինը որ ապաշխարած է եւ մյուսը ճուզեր ամուսնության մեջ մնալ իր հանցանքը չէ ադիգա մյուսն է որ ցկեց բայց ինչպես քիչ առաջ շեշտեցինք այս զադված մնալ գսմիչև անգևերջը ասել չէ թե այդ անձը գնա երթալ ամուսնանալ նորեն գսե թող արան մնա այնպես չամուսնացած եւ կամ վերջավորության թող հաշտվի ուրեմն այս համարը որոս կարդացինք 15-րդ համարը ամուսնալուծում չի քաչալերեր as զադվիլ parը անշուշտ ամուսնալուծում parն է բայց մեկ բան որ հոսքսե ամ որ ապաշխարած է եւ այս ամուսնության մեջն է անիգա բարդական չէ այդ ամուսնության հարաբերության սիրային հարաբերության գսե այդ ծևով
այս համարը կբացատրե մեզի։ Անշուշտ հոս նորեն այդ զադվիլ փարն է, որ մեզի գշվարեցն է, զադվիլ ամուսնալուծում, թե ոչ միան զադվիլ հերանալ իրար մե, եւ ասիգա միշտ վեճի հարց դարձած է հավատացյալների մեջ եւ շատերը ամեն բան գուզեն թեթևցնել, որ ուզածնուն հասնին, եթե պիտի նայենք այս հարցին ընդհանուր առումով պետք է նայենք, թե Սուրբ Գիրքը ինչ կսե։ Հիսուս ոչ մեկտեղ կքաչալեր ամուսնալուծումը եւ միակ բանը, որ պատճառը տեսանք բորնգությունն է։ Ուրեմն հիմա մեկ բան այստեղեն սորվեցանք, եթե այսօր բավական շվարելիք էր, ցեզի ետ առաջ տարի բերի աս բոլոր համարներում մեջ կուզեմ որ կարդաք նորեն, եթե հարց ունենաք քաշապատ ետ կնանք այցելել այդ համարները։ Մեկ բան հստակ է, որ այս ամուսնալուծման բացառության մասին Աստուծո խոսքին հետ չխաղալ, չփորձել բարերը դարձնել, որ մեր ուզածին հասնենք։ Հիմա շնություն, բորնգություն բացատրեցի ցեզի, որ մեկն է։ Մեկը գսե բորնգությունը լան է այնադեն իրավունքն, իսկ գսե շնությունը լան է իրավունքն։ Կարևոր այն է, որ ամենը սխալ են։ Այդ հարաբերությունները, որ ամուսնության մեջ չեն կատարվի, բոլորն սխալ են։ Ուրեմն հավատացյալներ այս բոլորեն զգուշ պետք է լան հերու մնալու։ Իսկ եթե հարցեր գծակի ամուսնության մեջ, քիչարաչսի ոմանք կսեն, եթե մեկը մյուսին abuse գնեգոր գնեղացնե մինչև վերջ, ամեն չանք պետք է թափվի, որ այդ հարցերը լուծվին։ Եվ այսօր այնքան թյուրացած է ամուսնալուծում, որ բզդիկ բանիմը մեկը մյուսին համար գսե, որ ես այլևս այսօր այդ չեմ գնար ապրիլ, հարաբերությունը գդրված է եւ գսեն ամուսնալուծում, վերջացավ։ Եվ համարներ ալ գտնեն, որ իրենց ամուսնալուծումը իրավունքով է։ Այս համարները մեկ բան կհասկանանք, որ Աստված չուզեր ամուսնալուծումը եւ հավատացյալ զույգերու համար option-ը չէ ասիգա ամուսնալուծումը։ Մեկ խոսքով ինչ որ կարելի է պետք է անել, որ ամուսնությունը հաջողի։ Եվ անշուշտ անցյալ անգամ սրդի գարձության մասին խոսեցա։ Եթե սրդի գարձությունները գարձության չհասնին, երբեք աստնույթի մասին չենք խոսիր, որովհետև երբ Սուրբ Հոգին արիտ կուտանք, որ ամեն բան շտկե մեր առօրյա կյանքերն է, լադիգա ամուսնության մեջ, լադիգա ամուսնության դուրս հարաբերությունների մեջ, երբ Սուրբ Հոգին արիտ կուտանք, արդեն աստնույթերը խոսելու մասին պետք չլար։ Բայց քանի որ Հիսուս ասավ, քանի որ ձեր սիրտերը գարձր են, Աստված այս արտոնությունը տվավ եւ մենք այսօր գուսամ որ ամեն բանի առաջ երբ որ հարցեր գլա ամուսնությունների մեջ Աստծո խոսքին երթանք եւ անոր վրա փորձենք մեր ամուսնությունները կարգի տնել եւ Տերը պիտի օգնե որ դերոջը գանտնե Տերը միացուց կսե մեկը թող չզադե Տերը պիտի օգնե որ այդ ամուսնությունը կանգուն մնա որտեղ Տերը չի սիրեր ամուսնալուծում այսքան այսօր կալ չորեքշաբթի դերգամի պիտի շարունակենք